Դա հին պատմություն է։ Քաղաքապետի հայրն ու օրեղբայրները ժամանակին մասնակցում էին ընդդիմադիր շարժումների եւ ամենաբարձրն էին գոռում դեմոկրատիայի եւ Սասուն Միքայելյանի ընկերներն են, չէ՞ Մարտին կարծեմ։ Սափյաններն են, դե իրենք հանրապետություն կուսակցություններ են եղել ժամանակին եւ այլն եւ այլն։ Հիմա ես այս տղային ու իր ծնողներին էլ խորհուրդ կտամ շատ զգույշ լինել, որովհետեւ չի կարելի ինքնակամ բանի մսացուի պես գնալ Նիկոլ Փաշինյանի զոհասեղանի վրա փռվել, այսինքն բոնուս կարողա չստանան։ Իրանք իրանց հարմար թիրախ են դարձնում, որ քիչ առաջ ասացիք, չէ՞, մի օր SMS-ով կարող Անդրանիկ Սիմոնյանին գործից անի, մի օր էլ SMS-ով այս տղային կարող բանտ ուղարկի, մեղքեր իր վրայից մաքրելու Հա, բայց ոչ չի ուղարկի, գիտեք ինչ եմ համոզված, որովհետև դրանից 1 օր առաջ, 1-2 օր առաջ ամբողջ ներքին գործերի նախարարությունը մոբիլիզացվել էր Թալինում այդ գործողությունների համար։ Ես ասում եմ մի օր, երբ որ ինքը զոհի անհրաժեշտություն ունենա, իսկ այսօր ես այլ ինֆորմացիա նույնիսկ ունեմ, որ Թալինի նախադեպը ինքը հանձնարարել է տարածքային կառավարման նախարարության միջոցով, որ հետ այսու բոլոր կիրակի օրերին համայնքապետերը շատ ակտիվ խուլիգանախմբերի եւ ոստիկանության աջակցությամբ, որը խուլիգանախմբերից շատ քիչ է սկսել տարբերվել, բոլոր կանոնիկ պատարագները այսպես խանգարեն հարավում։ Բանդաներ են, էլի։ Այս բանդաներ են։ Սրանք դասական բանդաներ են, դասական բանդա են։ Իդեպ իրանց արարքը բարձրաձայն ենք, որ քրիորեն պատժելի արարք, հա, Նիկոլ Փաշինյանի արարքն է, որ կոչ անում գնալ խանգարել, ինքը հանցախմբի պարագլխի դերում է հանդես գալի այս դեպքում։ Այն մյուսները բանդաների,